Եթերում հեռանկարն է։ Երեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հետ։ Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում։ Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս ու այլ հարցեր կքննարկենք անվտանգության եւ ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Արզումանյան, մեր հրավերը ընդունելու համար։ Կարծես թե եկել է մի տեղ, որտեղից շատ դժվար է առաջ գնալ կամ հետ գնալ, կամ կարծես կանգնած վիճակ է, ինչ պետք է փոխել։ Փոխելը հնարավորություն է փոխել ստեղծած վիճակը միայն հզորանալով, որովհետև երկու կողմերը ճիշտ եք ասում, չեն հրաժարվել իրենց մոտեցումներից, Ադրբեջանի մեջ կանգնած ռուս-թուրքական դաշինքը մինչև հիմա մնում է ռազմական լուծումների կողմնակից եւ ռազմական գործիքը կօգտագործի Հայաստանի վրա ճնշում գործելով, որ ինքը նոր զիջումների գնա, այդտեղ փոփոխություններ չեն լինելով եւ հայկական կողմը ուրիշ ելք չունի, քան թե հզորանալ, փոխել բանակը, փոխել տնտեսությունը, փոխել Հայաստանը, ուրիշ ելք չունենք։ Մենք հիմա խոսում ենք խնդիրների մասին, որոնք այդքան էլ հեշտ չէ անմիջապես փոխել կամ ինչպես փոխելը, եւ այդ թեմաները մենք քննարկել ենք բազմաթիվ անգամներ։ Կան ուղենիշներ, որոնք հիմա դուք տեսնում եք, որ ահա, օրինակ 5 տարի առաջ դրանք չկային, հիմա արդեն կան եւ պետք է այդ ուղղությամբ գնալ։ Ցավոք սարդի չեմ տեսնում, հայկական կողմը դեռ պատրաստ չի, իշխանությունները պատրաստ չեն հասկանալ, որ վիճակը այսպես է, որ Ադրբեջանը չի հետ կանգնելու իր մոտեցումներից Թուրքիայի հետ, ոչ մի բան չի փոխվելու եւ դու միայն պատասխան արձագանք այ քաղաքականության ռազմավարության, որը իրականացնում է Թուրքիան Ադրբեջանի հետ միասին, Ռուսաստանի աջակցությամբ ոչ այդքան հզոր, որովհետև Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, դրա համար այդ հնարավորությունները չունի։ Բայց դու կանգնած ես նրա առջև, որ պիտի հասկանաս, որ ճակետներում մարտավարական լուծումներ չկան, կարճաժամկետ լուծումներ չկան։ Եթե դու կանգնած ես անհրաժեշտության գնալ ռազմավարական եւ խորքային փոփոխությունների, դու վերջո պիտի անես այն, դու ինչը խոստացել ես հայ ժողովրդին 2018 թվականին, անել հեղափոխություն առաջարկետներով գնալ խորքային փոփոխություններին կամ հասկանալ, որ քո ժամանակը, իշխանությունների ժամանակը, իշխանությունները լինելը վերջացել են։ Պիտի գան նոր թիմեր, նոր մոտեցումներ, որոնք կդան լուծումներ, եւ այդ լուծումները նորից եմ կրկնելու, լինել են խորքային եւ հեղափոխական։ Մենք այդ ճոխությունը մարտավարական փոքր փոփոխություններ կորցրել ենք 7 տարվա ընթացքում եւ 30 տարվա ընթացքում ցավոք սրտի։ Հիմա դուք այդ խնդիրները, որ նշում եք, ավելի շատ արտաքին խնդիրների հետ են կապված, թե ներքին խնդիրներ են եւ որտեղ պետք է ավելի շատ աշխատել։ Եվ այստեղ ցավոք սրտի մենք նորից կորցրել ենք հնարավորությունները։ Մինչև 2018 թվականը, մինչև 2020 թվականը մենք կարող ենք տարանջատել արտաքին սպառնալիքները եւ արտաքին անվտանգության միջավայրը, ներքաղաքական կյանքը, ներքաղաքական խնդիրները։ 2025 թվականը եւ մոտիկա 5 տարին այնպես է ձևավորվում անվտանգության միջազգային անվտանգության միջավայրը, դու չես կարողանում տարանջատես այդ process-ները։ Այդ հաջորդ մոտեցումն է սկզբունքն, որը մենք պիտի հասկանանք որպես ազգ, որ ունի պետություն։ Այսօր անվտանգության միջավայրում դու չես կարող տարանջատել ներքին խնդիրները արտաքին խնդիրներից եւ սպառնալիքներից, եւ դու ստիպված ես լինելու զուգահեռ լուծել երկու խնդիրները, որ ընդհանուր խնդիր են կազմում։ Դες այն իշխանությունները, որը մենք ունենանք 2026 թվականին, հույս ունեմ այդքան հանգիստ կհասնենք դրան առած փոփոխությունների, անսպասելի փոփոխությունների, պետք է հասկանան, որ դու չես կարողանալ տարանջատես Հայաստանի ներքին խնդիրները, անհրաժեշտությունը կառուցել փաստորեն նոր պետություն, լրիվ ուրիշ մոտեցումների վրա, սկզբունքների վրա, որը պիտի հիմնված լինի ոչ օլիգարխիկ համակարգի վրա, օլիգարխիկ տնտեսության վրա, որը պիտի ընկրված լինի եւ հիմնված լինի համապարփակ մոտեցումների եւ պաշտպանության անվտանգության համակարգի վրա, որպես սկզբունք եւ հիմնական կորիզներից մեկը եւ տնտեսությունը փոխված։ Դու որևէ խնդրեմ չես կարողանում լուծել արտաքին ոլորտում։ Հայաստանի արտաքին եւ ներքին սպառնալիքները եւ խնդիրները դարձել են միասնական եւ ցավոք սրտի դարձել են գոյատևական եւ գոյաբանական։ Հիմա գոյաբանական խնդիրների մասին եք ասում, կարծես աշխարհում չի մնացել միտեղ, որ շատ կայուն է եւ հնարավոր է օրինակ սա օրինակ բերել։ Աշխարհը փոփոխությունների մեջ է, դուք ինչպես եք դա տեսնում։ Այո, եւ այստեղ Կրիստին շատ հետաքրքիր պետք է մենք այստեղ ինչ որ ձևով հեռանանք մեր յուրահատկությունից։ Մենք սովորել ենք մեծ եղերնից հետո նայել հայ ժողովրդին որպես յուրահատուկ
երևույթ, որ ունի յուրահատուկ պատմություն ու յուրահատուկ ճանապարհը եւ ունի գոյաբանական եւ գոյաթևական սպառնալիքներ։ Բայց հիմա ձևավորվել է մի միջավայր, որտեղ նման գոյաբանական, գոյաթևանական սպառնալիքի առջև կանած են շատ պետություններ եւ ժողովուրդներ։ Նույն ձևի գոյաթևանական խնդրի առջև կանգնած, ասենք, Իրանը, Իսրայելը արաբական երկրների հետ Իրանի դեմ նույն ձևի գոյաբանական եւ գոյաթևանական սպառնալիքների եւ պատերազմի մեջ է։ Կարելի է հիշել Կորեային, Հարավային եւ Հյուսիսային Կորեան, որտեղ Հյուսիսային Կորեան նույն ձևի դնում է խնդիր ոչնչացնել Հարավային Կորեան։ Ուկրաինական, ռուս-ուկրաինական պատերազմը, որտեղ Ռուսաստանը նայում է լուծման որպես լուծում, միայն ուկրաինական ժողովրդի ազգի եւ պետության ոչնչացումը։ Մենք պետք է հասկանանք, որ նման մոտեցումները դարձել են ճակատներում սովորական եւ աշխարհը կտրուկ փոխվել է։ Եվ այստեղ մենք հնարավորություն ունենք նայել ոնց են լուծում այս խնդրը սպառնալիքի պատասխանը ոնց են տալիս մնացած ազգերը եւ պետությունները։ Եվ այստեղ կարելի է խոսել միայն լուծման մասին, որը կայուն է եւ տալիս է արդյունքներ։ Որպես պատասխան գոյաթևանական եւ գոյաբանական սպառնալիքի, որի առջև դու կանգնած ես որպես ազգ ժողովուրդ, պիտի լինի քո սրընթաց զարգացումը։ Դու պիտի թռիչքային զարգացում ապրես, որ կարողանաս տաս պատասխան նման սպառնալիքների։ Այդ ճանապարհով գնացել է Հարավային Կորեան, որը կարող է 50 տարվա ընթացքում կտրուկ փոխել իր հնարավորությունը եւ կարողացել է չզուգացնել Հարավային Հյուսիսային Կորեան։ Իսրայելը նույն ճանապարհով 47 թվականից որպես պատասխան ընտրել է կառուցել այնպիսի պետություն, որը կարողանա չզուգացնել նման ագրեսիա եւ նման սպառնալիքները։ Իսրայելը անհասկանալի ճակատներում եւ հնարավորությունով զրընթաց զարգացել է։ Ուկրաինան այսօր ստիպված է գնալ այդ ճանապարհով եւ ռազմական ուժերը Ուկրաինայում այսօր ամենասփորձված ինովացիոն զինված ուժերն են, որը կիրառում են լուծումներ, որը ոչ մեկը չէր պատկերացնում, բայց ուկրաինական ժողովուրդը ստիպված է դրան գնալ եւ ինքը որպես պատասխան ընտրում է զրընթաց զարգացումը։ Եվ մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում եք կառուցենք եւ ունենանք Հայաստան, պաշտպանենք Հայաստանը, այն խոր փոսի մեջ, որը մենք գտնվել ենք հիմա այսօր 30 տարվա հետ սովետական Հայաստանի մեջ, միայն լուծումը կարող է լինել սրընթաց զարգացումը։ Սրընթաց զարգացումը տնտեսության մեջ, անվտանգության ոլորտը, պետական ոլորտը, քաղաքական համակարգի փոփոխությունները։ Մենք կամ ընտրում ենք այդ սրընթաց լուծումները, կամ շատ դժվար է լինելու գոյատևել եւ ապացուցել եւ պաշտպանել ինչու հայ ազգը պիտի 21 դարում 3-րդ հազարամյակում ունենալ պետություն։ Ուրիշ լուծում չկա, միայն սրընթաց զարգացումը։ Եվ իմ կարծիքով այն ուժերը, որը մտադիր են վերցնել իշխանությունը իրանց ույսերին եւ վերցնել այդ պատասխանատվությունը հին քաղաքակրթության, ազգի, պետության զարգացումը 21 դարում, պետք է դա հաշվի առնեն։ Հիմա մենք այնպիսի ժամանակահատվածում ենք, որ երբեմն վտանգները անտեսանելի են, հիբրիդային են սպառնալիքները եւ հստակ պարտվողներ եւ հստակ հաղթողներ կարծես չկան, եթե դա օրինակ պատերազմական կոնկրետ գործողություններ չեն։ Ուկրաինայի պարագայում անվերջ զգվող հյուծիչ պատերազմ է։ Ի վերջո, որը պետք է լինի այն նպատակակետը, այդ ձեր ասած զարգացում, այ որը պետք է համարել այդ լավագույն կետը, որտեղ պետք է հասնել։ Այդ մյուս երրորդ սկզբունքն է, որը մենք պետք է հասկանանք 10 քաղերով մեր պատմությունից եւ ուրիշների մոտեցումով, նման կոնֆլիկտները, նման մենարտությունները վերջ չունեն։ Ուկրաինական, արաբական հարաբերությունները պատերազմը լինելու է միշտ։ Հայաստանի պատերազմը Ռուսաստանի եւ Թուրքիայի կայսրությունների դեմ լինելու է ընդմիշտ։ Մենք 3 դար չեք ուզում այդ դասերը քաղենք, բայց տեսնում ենք Կորեայում դա լինելու է ընդմիշտ, մինչև չհասնեն այնտեղ ավելի լուծումը շատ հեշտ է կարող հնարավոր է որ հասնեն լուծման, բայց չեմ տեսնում մոտիկա ժամանակներում։ Բայց նորից կրկնեմ, պետք է հասկանալ նման մանրամարտությունները գոյաթևանական եւ գոնաբանական երկարաժամկետ են եւ վերջ չունեն։ Եվ նորից եմ կրկնում, քո պատասխանը կարող է լինի միայն ու միայն հզորանալ։ Եվ հզորանալ սրընթաց տեմպերով։ Այս փոփոխվող միջավայրում անվտանգության ոլորտում դուք ասում եք, ուրիշ ելքողակի չունես։ Եթե չես ընտրում այդ ճանապարհը, դու արդեն պարտվել ես։ Դրա համար հայկական իշխանությունները արդիական, եթե ուզում են իշխանությունը պահել, եւ նոր իշխանություններ ունեցող այն հասարակական ուժերը, որը այդքան խիզախ են, որ հայտարարում են, որ իրանք պատրաստ են վերցնել Հայաստանի ապագան իրանց ույսերի վրա, պետք է հասկանան։ Նորից եմ կրկնում, ռուս, թուրքական,
ռուս հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մենամարտությունը լինելու այն դմիշտ։ Դու պիտի կառուցես Հայաստանը, որ պիտի դա հասկանա եւ հզորանա, որ կարողանա այդ հարաբերությունները կառուցի։ Եվ եթե դա ընդունում ես, որ միջավայրում ուրիշ լուծում չկա, այն լուծումը, որ ընտրելը այսօրվա իշխանությունները հույս ունենալով, որ կարող է կապիտուլյացիայի ճանապարհով համաձայնելով ամեն զիջումների, որը իրանք քեզ պարտադրում է ագրեսորը հասնել խաղաղության, այդ լուծումը չկա։ Այդ խաղաղություն չի, փաստորեն, դա պատերազմի նոր վիճակ է, նոր սովորանակությունն է։ Պատերազմը դու կարող ես չզոքացնել, հասնել խաղաղության, միայն զարգանալով եւ հզորանալով։ Հիմա վերջին ամիսները նաև այնպիսին են, որ ավելի շատ է հնչում Թրամփի անունը։ Աշխարհը Թրամփից առաջ եւ Թրամփից հետո կարծես տարբեր է։ Եվ վերջին օրերին մենք տեսանք Թրամփի այցը Մերձավոր Արևելք եւ դա նույնիսկ պատմական համարեցին։ Ինչ փոխվեց Մերձավոր Արևելքում այդ ամենից հետո եւ ընդհանրապես Թրամփի ներդրումը աշխարհում այս պահին։ Շատ դժվար հարց է պատասխանել Քրիստիան, որովհետեւ այստեղ խնդրեմ է, Թրամփը խնդրեմ է, ինքը հայտարարել է, որ ես կանեմ այնպես, որ աշխարհի կղեկավարեմ ես։ Ես մի քիչ ծիծաղում եի ոնց կարող ալնի, բայց այսօր փաստորեն աշխարհում տիրում է եւ ղեկավարում է Թրամփը, աշխարհը կանգնած բոլոր գործերը ճակետներով թողնած, նայում են ինչ կասի Թրամփը եւ ոնց կձևավորվի Թրամփը։ Բայց իմ կարծիքով կամաց աշխարհը արդեն սովորում է այդ շոկը, որը մենք ունեցել ենք այս 100 օրվա ընթացքում, աշխարհը եւ մենք չենք կարողացել, բայց աշխարհը հաստատ կամաց հասկանում է ինչ է կատարվում, որ Թրամփը կլինի անկանխատեսելի։ Թրամփի խոսքերը շատ շուտ փոխվելու են։ Թրամփի ցանկությունը ունենալ գործարք եւ ինչ որ թուղթ ստորագրել, դա կլինի միշտ։ Եվ աշխարհը հասկանալ Թրամփի այս ոճը կամաց հարմարակերպվում է այդ մոտեցման։ Ինքը հասկանում է, որ Թրամփի խոսքերը վաղը կարող են փոխվել։ Թրամփի խոսքերին ուշադրություն եւ շոկի մեջ պետք չի մտնել։ Պետք է ուղղակի փորձել օգտագործել այդ Թրամփի ոճը, որ ինքը սիրում է ոսկին եւ սիրում է իրան գոյա, տենց աշխարհով մեկ գոյում են եւ այդպես արնելու եւ աշխարհը կամաց փորձում է հասկանալ ոնց կարելի է Թրամփին, այս ծիճի վիճակի Թրամփին տանել այն ճանապարհով, որ իրանց պետք է։ Ասենք Մեծ Բրիտանիան դա կարողացավ անեց, ստորագրեց գործարք եւ պահպանեց իր մոտեցումը։ Չինաստանը շատ խիստ կտրուկ ասեց ոչ եւ ասելով ոչ, հիմա ստացել է Թրամփից ինչ-որ փոխզիջումներ, ճակետներով են 150%-անոց բաները, տոկոսները հիմա իջել է եւ նորից սկսում են գործարքներ, խոսակցություններ եւ այլ։ Պետք է հաշվի առնել, որ աշխարհը այսպես ալնելու։ Այս աշխարհում գործարքի, ստորագրության, հայտարարության որևէ ուշադրություն տալ չի կարելի։ Դու կարող ես ունենալ պայման պիտի ունենաս քո սկզբունքները, քո ռազմավարությունը, քո երկար ճանապարհը, որով դու գնում ես, եւ այդ ճանապարհին ես ամեն ինչին վերաբերել որպես աղմուկ ճակետներով։ Այսօր կա, վաղը կարող է լրիվ ուրիշ բան լինի։ Այս աշխարհում նորից եմ կրկնում պայմանավորվածությունների, ստորագրությունների, խոստությունների, գարանտիաների հավատալ իրավունք չունես։ Դու կարող ես հավատալ միայն քո հասարակության, քո ազգին, քո ներուժին։ Եվ այստեղից ծնում է շատ բարձ լուծում։ Ես դրա մասին երրորդ անգամ եմ այսօր խոսել։ Այս միջավայրում, այս պայմաններում դու ունես միայն մի հատ ելք հզորանալ, հիմնվելով քո հնարավորությունների վրա, լինել եւ դառնալ հայակենտրոն։ Երբ հայ ժողովուրդը հայ ազգի ներուժ է միայն կորիզն է, միայն հիմքն է, որի վրա դու կարող ես հնարավորությունից հիմնվել, մնացածը կլինի փոփոխվող եւ անսպասելի փոփոխող։ Այդ պոտենցիալը կա ներսում։ Հայաստանը հայ ազգը որպես գլոբալ երևույթ, որպես քաղաքակրթություն ունի ահռելի ներուժ։ Երբ ես կարդալով փորձելով հասկանալ ինչ կա աշխարհում, տեսնում ես ինչ մակարդակի վրա եւ ինչ հայ ազգանավորություններ ունենք, որը կարող են եւ հույսով են, որ կարող են եւ կօգնեն Հայաստանին հզորանալ, ես ուղղակի ապշում եմ։ Մենք ունենք ահռելի ներուժ։ Ուղղակի հարցը նրա մեջ է, ոնց է մենք այդ ներուժը հավաքում, ոնց են կենտրոնացնում Հայաստանի վրա, որ կարողանանք օգտագործել եւ այստեղ ծնում է մի ուրիշ խորքային խնդրեմ։ Մենք պիտի ձևափոխենք եւ նորից ձևավորենք ինչ եք հասկանում Հայաստանի տակ 21 դարում։ Որովհետեւ հետ սովետական Հայաստանը, որ մենք 88-ից մինչեւ 20-23 մինչեւ այսօր մեջ ապրում ենք, Պետսովետական Հայաստանում փաստորեն հայկական լուծումներ չունենք, հայ ազգի լուծումներ չունենք։ Այստեղ բոլորը պարտվական է։ Հետսովետական Հայաստանի շրջանակը կառուցված է Հայաստանի պարտության համար։
Եվ դրա համար մենք պետք է հասկանանք ի վերջո 21 դարում ինչ Հայաստան է կառուցում։ Եվ խնդիրը ավելի դժվար է, որովհետև աշխարհը զարգանում է ուղղության, երբ քաղաքակրթություններն են մենամարտության մեջ մտնում։ Եվ դրա համար դու պիտի հիշես, որ դու քաղաքակրթություն ես։ Այդ ժամանակ դու պիտի պատրաստ ես ժամանակի շրջանակը ոչ թե դարով չափես, բայց արդեն չափես հազարամյակներով։ Եվ հայ ազգի արժև այն անձնավորությունների, որը ինքան մեծ համարձակություն ունեն, որ պատրաստ են դառնալ հայկական վերնախավ 21 դարում 3 հազարամյակներում, պարտավոր են ձևավորել ինչ են իրանք հասկանում Հայաստանի տակ 21 դարում 3 հազարամյակներում։ Ինչը Հայաստանը պատմության մեջ մենք ունենք հզոր անձնավորություններ, հզոր անցած ճանապարհեր, Մեսրոպ Մաշտոց, Տիգրան Մեծը իր ժամանակին պատասխանները տվել են եւ մենք ունեցել ենք հնարավորություն հասնել 3 հազարամյակ, բայց հիմա մենք որպես ազգ պարտավոր ենք նորից ձևավորել պատասխան, տալ նոր ձև Հայաստանին։ Այդ հին ձևերը, որը մենք ունեցել ենք 20 դարում, 21 դարի սկզբում, իրանք չեն աշխատում։ Դու պարտավոր ես փոխել արվինչը։ Շնորհակալություն պարոն Արզումանյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը անվտանգության հարցերով փորձագետ Հրաչ Արզումանյանն էր։